Սիչը։ Ես այս անում ուժեղ եմ հաստատ, մնացած արդյունքում։ Հիմա դու կարաս ես ամեն ինչը անես։ Կարող եմ ուրիշ բան անել։ Հլը։ Որ ֆոնին չկարողանա, էլի։ Հլը։ Վերապես մի քիչ նավսակի հետ կանգնեմ։ Ոնց որ ես եմ։ Ոյ, հոպ։ Ոյ։ Ես էլ կարամ։ Անեմ։ Ես է կարամ, բայց մի անգամ։ Շնորհակալություն։ Վերջ, մի հատ էլ ենք բանանում հեռանում ենք։ Ունին բարձեցինք, որ թույլ է։ Ո՞նց ենք որոշումով ուժեղը։ Ծիծաղացնելով։ Հա։ Հա, դες լավ է։ Անեկդոտ։ Ո՞վ է ձեզնից ամենահումորովը տղերք։ Հա, օր ամեն ինչի զայա, օրը սիշ մեծ է, օրը։ Ախես կոնը շատ խնդալու էր։ Ուժեղ կրված եմ։ Ամեն մեկը պատմեք մի հատ անեկդոտ։ Տենանք մանավանդ գյումրեցիները գիտես բացի նրանից որ ուժեղ են, նաև հումորի մայրաքաղաքն է մեր Գյումրի։ Դե հիմա երկու գյումրեցիներով մրցեք իրար հետ։ Ախպեր խի պետք է մենք իրար հետ մրցենք, թող սրանք իրար հետ մրցեն։ Մենք Զեմլա ճիստա բաչանենք։ Ահա, հիմա միշտ դու մի հատ անեկդոտ ես պատմում։ Ես եմ պատմում։ Հա, առաջինը ես պատմում։ Ուրեմն մեկը գնում է շուկա, հարցնում ասում է այս կլուբնիկի մեջ ԳՄՕ կա, գիտեք չէ ԳՄՕ որն է։ Ասում են այս կլուբնիկի մեջ ԳՄՕ կա, այս կլուբնիկը ասում է չէ չկա։ Ասա։ Okay։ Դες միջին պատմեցի որ չկրվի տփին։ Դավայց է։ Սպորտի հետ կապված կարաս օրինակ։ Հետ էլ որոշել էի, զավեշտալի դեպք է եղել։ Ժամանակին լեգենդար Յուրի Վարդանյանն ու մեր լեգենդար դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը օտանավակայանում հանդիպում են իրար, Յուրի Վարդանյանը մրցաշար է կանալուց լինում, հարցնում է ուր ես գնում, ասում է մրցումների, ուր Կանադա, տուխով գնա Կանադայի շտանգիկը հետևեն։ Շատ խտար է։ Շատ խտար է։